Դերասան Դավիթ Մարտզյանն այս տարիների ընթացքում շատ ակտիվ գործունեություն է ծավալել, սակայն պասիվություն է ցուցաբերում սոցիալական հարթակներում և միայն օրեր առաջ նա հայտարարությամբ է հանդես եկել, գրելով հետևյալը. «Սիրելի բարեկամներ, հարազատներ, գործընկերներ, հետևորդներ, հայ ժողովուրդ, մորաքույրս ունի առողջական լրջագույն խնդիրներ։ Այս պահին նրան շտապ անհրաժեշտ է առաջին բացասական արյուն։ Եթե ձեզանից որևէ մեկի արյան խումբը համընկնում է, խնդրում եմ արձագանքեք, օգնեք, թեկուզ գումարի դիմաց։ Շատ եմ խնդրում, տարածեք գրառումը, որ կարողանանք դոնոր գտնել», գրել էր սիրված դերասանն իր սոցիալական էջերում, և եթե դուք կարող եք որևէ կերպ օգնել դերասանին, կապ հաստատեք նրա հետ։ Այժմ շոու-բիզնեսյան այլ նորություններ։ Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած երգիչ Արմենչիկի ավագ որդին ոսկե մեդալով ավարտել է միջնակարգ դպրոցը։ Արմենչիկի կինը ինստագրամյան հարթակում հրապարակել էր տեսանյութ ու գրել. «Սիրտս լցված է հպարտությամբ։ Տեսնել, թե ինչպես է որդիս ավարտում միջնակարգ դպրոցը որպես լավագույն առաջադիմությամբ շրջանավարտ, մի պահ է, որ ես միշտ կհիշեմ։ Ծանր աշխատանքի, վճռականության, ուշ գիշերների և անվերջ համառության շնորհիվ դու հասնում ես հիանալի արդյունքի։ Դու շարունակում ես զարմացնել ինձ, ոչ միայն քո խելքով, այլև քո բարությամբ, համեստությամբ և գեղեցիկ հոգով։ Որպես քո մայր, ես չեմ կարող ավելի հպարտ լինել այն երիտասարդով, ում վերածվում ես։ Սա միայն քո առջև սպասվող անհավանական ճանապարհորդության սկիզբն է։ Շնորհավորում եմ, իմ լավագույն շրջանավարտ։ Շարունակիր մեծ երազանքներ ունենալ։ Հավատարիմ մնա ինքդ քեզ և երբեք մի մոռացիր, որ ես միշտ կլինեմ քո ամենամեծ աջակիցը։ Սիրում եմ քեզ ավելին, քան բառերը կարող են արտահայտել։ Տեղադրում եմ Մայքի ամբողջական ելույթը որպես այսօրվա գեղեցիկ հիշողություն, ոսկե մեդալակիր», գրել էր երգչի կինը՝ Լուսինեն։ Reverend Father Viken Vasilyan, Policy Executive Council Member Mr. Hovik Bedevyan, our distinguished principal Dr. Suzy Ohanyan, the valued faculty, staff, families, and most importantly, my fellow graduates, good afternoon. To begin, let me ask a question. What is Pugimos? For me, Pugimos isn't just some school I attend. No, it's far more than that. Pugimos is a journey, a way of life, an unforgettable experience, and a second home. It's our tradition, our heritage, our community. It's the place where we formed lifelong friendships and created memories that will stay with us for years to come. Middle school has been an unforgettable chapter in all of our lives. Whether it was an 8th grade trip to the East Coast and Mr. McCoy pouring water on us to wake up, grand night at Disneyland, Dr. Walker's lunch office hours, unexpectedly running into Vicky and Lucina at the Americana, or spending countless hours before and after school typing essays for Sean Moyan's writing class. Every moment helped make these years so memorable. As we leave middle school and prepare for high school, none of us truly know what the future holds. However, I'm confident that our future is bright because of the relationships we have built, the lessons we have learned, and the experience that have shaped us throughout the years. I would also like to express my gratitude to those who have supported us throughout this journey. To our teachers, thank you for not only teaching us academic subjects, but also for sharing your wisdom, guiding us through challenges, and helping us see life from different perspectives. Your lessons extend far beyond the classroom, and they will remain with us long after we leave middle school. I would also like to thank our amazing principal, Dr. Suzy Ohanyan, for your leadership and commitment to making our school a place where we can learn, grow, and succeed. Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել իմ հայրիկին, որին սովորացնում եմ աշխատասիրություն, համբերություն, եւ որ ես երբեք չհանձնվեմ, նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին։ Շնորհակալ եմ քո նվիրվածության համար եւ այն օրինակը, որ դու ինձ տալիս ես ամեն օր։ Իմ հայրիկին, որ անցավ սիրով, օգտատարության եւ միշտ ինձ հավատալու համար։ Շնորհակալ եմ, որ դու միշտ իմ կողքին ես, իմ ամենամտերիմ ընկեր։ Իմ բարի եւ քնքուշ քույր Անջելիային, դու անկրկնելի թանկ մարդ ես ինձ համար եւ միշտ ներում ես ուրախություն։
եւ իմ եղբոր Ալեքսին, որ նույնիսկ չարաճճի լինելով իմ առօրյան լցնում են անչափ ջերմությամբ։ Շնորհակալ եմ, որ դուք եք իմ ընտանիքը։ I would not be the person I am today without you guys. Most importantly, I would like to thank my Lord and Savior Jesus Christ, who guides me each and every day. Thank you for your endless love, your strength during times of both celebrations and challenges, and for the countless blessings you have bestowed upon my life. As I conclude, I would like to share a quote from Walt Disney that has always inspired me. All our dreams can come true if we have the courage to pursue them. As members of the graduating class of 2026, we are about to begin a new chapter filled with opportunities, challenges, and possibilities. No matter where life takes us, let us never forget the friendships we have formed, the lessons we have learned, and the memories that we have shared at Kibos. Always remember to never stop dreaming, never stop believing in yourselves, and never be afraid to pursue your goals with courage and determination. Thank you all, and once again, congratulations to the Kibos 8th grade class of 2026. Please move your tassels from right to left. Thank you. Congratulations. Երգչուհի եւ դերասանուհի Դիանա Մխիթարյանն իր Instagram-յան էջում շարունակում է խոսել տարբեր թեմաների մասին։ Այս անգամ եւս Դիանան հրապարակել է нոր տեսանյութ, խոսելով իր օրվա պլանների մասին։ Տեսանյութն առաջարկում ենք դիտել առանց մեկնաբանության։ Люди мои дорогие, всем приветики, ոնց եք։ Հույս ունեմ լավ եք, այս շոկին չնայած չեմ պատկերացնում ոնց կարելի է լավ լինել, բայց դե ամեն դեպքում։ Ուրեմն ես դուրս եմ եկել, կարելի է ասել խառը օրը համարում եմ բացված։ Ուղևորվում եմ դեպի Երևան, որովհետև այսօր նոր շոր ենք կարելու, շատ սիրուն ու տարբերվող շոր ա լինելու, բայց դրա մասին կխոսեմ հետո։ Այսօր շատ գործ ունեմ անելու, ընթացքում կփորձեմ լինել ակտիվ։ Ամեն դեպքում բոլորիդ լավ օր եմ մաղթում եւ շատ բարձր տրամադրություն։ Երևանում պարկովկա անելը դա ուղղակի դարձել է անհնարին, լուրջ եմ ասում, ես ուշացա ու ես էլ մարդկանցից եմ, որ առհասարակ շատ պատասխանատու է ու պատասխանատու եմ շատ, բայց այսօր ուշացա նրա պատճառով, որ պարկինգի տեղ չկա ընդհանրապես, հազիվ գտել եմ մի հատ շատ փոքր տեղ, որտեղ որ հնարավոր է կայանել։ Ինչ արած, такова жизнь։